Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված խորհրդանշական ծառատունկով այսօր Եռաբլուրում ամփոփվեց երկրի օր քարոզարշավի միջոցառումների շարքը։ Սոսիներ, սոճիներ, թխկիներ, կաղնի ու այլ թվով շուրջ 300 տնկիներից յուրաքանչյուրը կկրի արցախյան գոյամարտում զոհված հայրենիներից մեկի անունը։ Ծառատունկը այսօրվա խորհրդանշական է կրկնակի, քանի որ Եռաբլուրում է իրականացվում եւ մասնակցելով երիտասարդներ, պատանիներ, իհարկե մասն են դառնում այն մեր պատմության, որը շատ դեռ թարմ է մեր հիշողություններում, համալրվելու են հետագայում աշնանը, մյուս գարնանը, այսինքն համակարգված։ Այսօր հատկապես ակտիվ էին Հայաստանի ազգային սկաուտական շարժում կազմակերպության անդամները, որոնք իրենց այլ կերպ նաև անվանում են բնության զավակներ։ Յուրաքանչյուր ծառատունկին մենք չենք կարողանում մասը մնալ, մեր ակտիվ մասնակցություն ենք փորձում ցուցաբերել յուրաքանչյուր ծառատունկի անկախ իր տեղից։ Երկրորդ առումով մենք նաև փորձում ենք դաստիարակել հայրենասեր սերունդ։ Փորձենք այսպես հասկանալ կանաչ ծառի հավերժական կյանքի խորհուրդը ընկած ազատամարտիկների հիշադակի հետ համեմատել։ Եռաբլուրում գտնվող Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները ծառատունկին մասնակից դարձան պատահաբար։ Շուշիի ազատագրման 19-րդ տարելիցի առթիվ եկանք մեր հարգանքի տուրքը մատուցեցինք մեր հերոսներին եւ այդ ժամանակ տեսանք, որ մի երիտասարդական հասարակական կազմակերպություն կազմակերպել է ծառատունկ եւ մենք սիրով մասնակցեցինք այս հայրենանվեր գործին։ Խոստանում ենք մեր ուսանողական խորհրդի հետ միասին պարբերաբար կայցելենք եւ մեր տնկած բոլոր ծառերը կջրենք եւ կխնամենք։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն 4 տարի իրականացվող երկրի օր քարոզարշավի ընթացքում տնկվել են մոտ 10,000 ծառ, որոնցից կազմակերպիչների հավաստմամբ 85-ից 90%-ը կպչողականություն ունեն։ Նելի Լազարյան, Արամ Մնացականյան, IPV